Ադրբեջանի կողմից իրականացվում է ճակերտավոր, ասենք, ոչ Իրանին գործողություններ, այս դեպքում որոշակի իմաստով փորձում են սահմանափակել Իրանի ազդեցությունը Ադրբեջանում, նշեցինք տարբեր մեդրեսեների փակվելը, կրոնական կամ շիական այդ ծեսերի ժամանակ մարդկանց ճնշելը կամ ընդհանրապես կրոնական ճնշումները, մյուս կողմից էլ շատ ակտիվ Ադրբեջանի կողմից իրականացվում է իրանական մշակույթի յուրացում։ Ստացվում է, որ մերժելով ընդունում ենք կամ մերժելով յուրացնում ենք, մեզ ենք դարձնում։ Այլ ես կուզեի հասկանալ Իրանի կողմից Ադրբեջանի այս գործողություններին ինչպիսի արձագանքներ կան ու որքանով են տեղ հասնում արձագանքները։ Իրականում այդ մշակութային յուրացման դեպքերը բազմազան են եւ վերաբերում են թե պարզապես ինչ-որ մշակութային կոթողներին կամ երևույթներին եւ թե անձանց, օրինակ երևի ամենահայտնի դեպքը Նիզամի Գանջավիի դեպքն է, երբ գիտենք, որ Գանջավին ծնվել է Գանձակ քաղաքում, որն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում եւ միայն այդ հիմքով որ նա ծնվել է Գանձակում, նրան փորձում են ներկայացնել Ադրբեջանի այն դեպքում, երբ Գանջավին ամբողջությամբ ստեղծագործել է պարսկերենով։ Ու դա յուրացման ամենավառ դրսևորումներից մեկն է։ Կան նաեւ օրինակ տարատեսակ մշակութային այսպես երևույթներ կամ օրինակ սպորտային խաղեր, ենթադրենք Չուգան խաղ կամ Զուլխանեի ավանդույթը, որը այո, տարբեր այլ եւ խաղեր հիշենք, որ ոչ միայն ցանկացած կարելի է երևի թե իրանական մշակույթում ցանկացած երևույթը գտնել եւ դա նույնը կգտնենք ադրբեջանական